Փետրվարի 14-ին հայ առաքելական եկեղեցին նշում է մեր ժողովրդի մեջ արմատացած նվիրական տոներից մեկը՝ Տյառն Ընդառաջը։ Քանի որ եկեղեցական օրացույցով օրն սկսվում է երեկոյան ժամերկությունից հետո, ուստի փետրվարի 13-ի երեկոյան արդեն իսկ կատարվում է նախատոնեկ։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ 5 տակարանի համաձայն Քրիստոսի ծննդից 40 օր հետո Բեթղեհեմում Մարիամ Աստվածածինն ու Ովսեփը մանուկ Հիսուսին տանում են Աստծո տաճար 9 հրեական կարգի համաձայն Աստծուն նվիրաբերելու։ Տաճարում գտնվողներն ընդառաջ են գալիս Աստծո որդուն։ Նրանց մեջ էր նաև Սիմեոն անունով ծերունին, որին պատգամված էր կենդանի մնալ այնքան ժամանակ, մինչև որ կտեսներ Փրկչին։ Երբ որ եբրայերեն ցունարեն պետք է թարգմաներ, Եսայի մարգարեության չի հավատում ինքը, կույսը պետք է հղիանա եւ Աստծո զավակցնի, եւ այդ նինջա իջնում ոսկե տառերով գրվում այդ ամեն ինչը։ Ու այնտեղ Աստծո հրեշտակ ասում է Սիմոն քո վրայից վերցվում է մավան իշխանություն, դու ինքդ պետքա կրգես այդ զավակին։ Կուրացած ծերունին Սիմոնն էլ հենց առաջինն է ընդառաջ գալիս Տիրոջը։ Այստեղից էլ եկեղեցական տոնի Տյառն Ընդառաջ անվանումը։ Գրգում է մանկանը, փառք է տալիս Աստծուն իր գոյությունը, որ շատ մարգարեներ չկարողացան տեսնել ծնված, մարդացած Աստծուն, այլ ինքը գրգեց, ինքը իրեն համարում է նաև երանելի, բախտավոր։ Ողջ քրիստոնյա այության հետ մեկտեղ Տյառն Ընդառաջը տոնեցին նաև Մարտնու տարածաշրջանի բնակիչները։ Մարտնու Սուրբ Աստվածածին եւ Ձորագյուղի Սուրբ Կարապետ եկեղեցիներում մասնավորապես փետրվարի 13-ի երեկոյան ժամերկություն կատարվեց, որից հետո տաճարի բակում խորանի աշտանակից վառված կրակով բոցավառվեց տոնական խարույկը։ Ժողովրդի մեջ արմատացած այս սովորույթը Տյառն Ընդառաջի բաղկացուցիչն է, նման խարույկներ են վառվում թե եկեղեցիների եւ թե մարդկանց տների բակերում։ Ըստ Տեր Սիմոն Քահանա Տեր Մկրտչյանի, խորհրդանշական կրակն այստեղ ոչ թե նպատակ, այլ լոկ արարողակարգային միջոց է։ Ոչ թե կրակ պետք է պաշտենք, այլ կրակ ստեղծող Աստծուն պետք է պաշտենք։ Իսկ խորհրդանշական խարույկը վառելիս, ինչպես եւ ողջ արարողության ընթացքում, հոգևոր հորն օգնում է խաչքավորը։ Մարտնու Սուրբ Աստվածածին եկեղեցու պարագայում այս տարի այդ պատվին է արժանացել քաղաքի Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի մանկավարժ, Հայ ասպետ հեռուստախաղի հաղթանակած թիմի ղեկավար Վարդան Ավետիսյանը։ Տարեցտարի կարծես թե մարտունեցու մոտեցումը մեր եկեղեցու նկատմամբ արմատապես փոխվում է դեպի լավը դրական առումով, քանզի հայն ու եկեղեցին ասոցացվել են, կարծես թե նույնացվել է եկեղեցի ասելով հայ ենք հասկանում եւ սա շատ կարևոր է, քանզի հավատն է, որ հային հայ է պահել։ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր կարգադրությամբ փետրվարի 13-ը նշվում է նաև որպես ընտանիքի օր։ Այսօր մենք օրհնում ենք եւ փոքրերին 40-օրեկան մանուկներին եւ օրհնում ենք նորապսակներին։ Կուզենայի, որ հայոց օջախներում իրոք շատ զույգեր միավորվեն եւ այդ օրհնությունը կարծես թե այդ կդուրն է։ Նրանք երբ որ ամուսնացել են, զավակներ ունենան, կուզենայի, որ սիրով ապրեն աստվածային, բայց նաեւ վերցնեին աստվածային օրհնությունը։